Вообще ոչ մի բանից գոչենք, ոչ ղեկավարությունից, ոչ էլ ամեն ինչից։ Այտենց է թող Նիկոլը իմանա։ Հիմա սահմանափակումներ կա, Ռուսաստան չի կարողանում բերքը գնա։ Դա մեղավորությունն է, թող լեզու գտնի։ Ընդեղ էլ ժողովուրդը տուժվում, ստեղ էլ է տուժվում։ ԳԱՏՄ նորորի ավելի է փակում հայ արտադրողների առաջ իր դռները։ Տուժում են թե գյուղացիները, թե վերավաճառողները։ Կայարանի շուկայում այսօր փորձում են գները հարմարեցնել գնորդների հնարավորություններին, բայց վաճառողներն ասում են, սահմանափակումներն իրենց առևտրի վրա եւս լուրջ ազդեցություն են թողել։ Որ բացի ճանապարհները կեթան միրգը շատ կեթան, էծևի ավելի լավ է։ Եթե շատ մնա կփչանա միրգը։ Եթե դուրս գա, մի մասը դուրս կգա, մի մասը կբերեն կվաճառին։ Այն վաղ որ շատ դուրս գար, յուղացու համար ավելի լավ կլիներ, հիմա քիչ է դուրս գալի, դե լճացվում է։ Դրա համար յուղացին չտուժում է, էլի։ Ասենք բերքը որ չի արտահանվում այլ երկրի։ Գնորդները եւս դժգոհ են, նրանք անհեթեթություն են համարում այն խոսակցությունները, թե բերքը հնարավոր է արտահանել Եվրոպա։ Մարդկանց կարծիքով նման քաղաքականությունը միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների թուլացման կտանի։ Ասում են, պետությունը փոխանակ գյուղացու հետ համագործակցի ու նրան աջակցի, հակառակն է անում, հարվածելով իրենց գրպանին։ Սաղ սուտ բան է, կարող է Եվրոպա մի 5 ծաղիկ ուղարկի։ Եթե այս ազգին կպահի, սաղ բանվոր են, սաղ իրանց քարտինքով զորով աշխատում են։ Եվրոպա են ուզում, բայց որ պետության միջից անցնեն։ Մեղք են ժողով գյուղացիները։ Անձամբ ես Արգաշատ եմ ապրում, Վրաստանցի եմ, ախցկեցի եմ։ Տեսնում եմ էլ ինտեղ աշխատող ժողովուրդ է, բայց իրականացում դժվար է։ Ստեղծված իրավիճակում շուկան նաև գնային անակնկալներ է մատուցում։ Իմ զրուցակիցներից մեկը պատմում է, որ Վրաստանից է էժան ծիրան գնում, քանի որ Հայաստանում գները բավականին բարձր են։ Ասում եմ, երեք ես Թիֆլիսից առել եմ մեր ծիրանը, բերել եմ ստեքսատեր իրաներ այս ավտանը, տարել եմ ընդ 5 տարի այս մեր ծիրանը 700 դրամ։ Վերանդից եմ առել, ստեստ այդ նույնը ասում 1200։ Այսպիսով ըստ արտահանողների, քանի դեռ չկան բերքի իրացման իրական այլընտրանքներ, սահմանափակումների գինը շարունակելու է վճարել գյուղացին, սեփական գրպանով ու կուտակված վարկային բեռով։ Իրանք պետք է շատ գրգռված լինեն, պետությունը, գյուղացուն պետք է օգնի, որ կարողանա իր բերքը յուրացնել։ Լուբոյ բնակավար, սա խաղողն է գալիս, չէ՞, ասենք պետք է մթերում անեն։ Չկա, ուղեղ չկա։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։